Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս արգելի ռադիոլսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ մաղթում հաճելի տոնական տրամադրություն։ Այո, բարի եւ տոնական լույս ասենք այսօր։ Այո, այդպես ասենք։ Ապրիլի 7-ն է, օրը 3 շաբթի, եւ բնականաբար ես առաջին ուզում շնորհվել եմ սիրելի գործընկերուն Լուսինե Մուրադյանին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, որպես լավ մայր, որպես հայուհի, որպես լավ մասնագետ, ռադիոյի ձայն, որպես կոմերիտուհիներ։ Չէ, մի տեսակ այդպես ստացվեց։ Շնորհավորում եմ իստե։ Այսօր բացառապես հայ մայրերին են ուղղված մեր բոլոր մաղթանքները, մեր խոսքերը, մեր հաղորդումն էլ այսօր մենք նվիրելու ենք առհասարակ հայուհիներին։ Ոնց որ եզրափակում ենք կանանց միամսյակը այսօր, հա։ Դե չէ, չենք եզրափակում, որովհետև մենք տղամարդիկս սիրում ենք ցանկացած առիթով, եթե կա այդ հնարավորությունը, ինչ որ մի հաճելի անակնկալ անել։ Ահա։ Անկախ նրանից դա փետրվար է, մարտ է, թե Դե ձեզ տեսնենք, ամբողջ տարի եղեք ակտիվ նաև, որպեսզի հիշեք մի կարևոր բան, երբ կինը երջանիկ է, դուք էլ եք երջանիկ։ Երբ կինը երջանիկ չի, դուք էլ երջանիկ չեք, այնպես որ երջանկացրեք կանանց, որ դուք էլ երջանիկ լինեք։ Մեր տղամարդկանց երջանկությունը բացառապես կախված է մեր սիրելի կանանցից։ Շնորհակալություն։ Տղամարդիկ արթնացեք եւ շնորհավորեք ձեր կանանց, թեև քաղաքական աշխուժ է, մենք նույնիսկ 8 բալայի խցանվող եկեք հասանք ուղիղ եթեր։ Եվ ողջունենք նաև հապակուց գտնվող այն կողմ գտնվող մեր կին գործընկերներին, շնորհավորենք մայրության եւ գեղեցկության տոնի առիթով։ Նաև ռադիոտան բոլոր կանանց ու աղջիկներին շնորհավորենք այսօր հրաշալի տոն է, լավ եղանակ, դե այդ ամենի մասին հերթով ինչպես ասում են, իսկ մինչ այդ մենք սկսում ենք եւ առաջին ողջույնը իդեպ այսօր երգելու են միայն կանայք մեր եթերում։ Այդար Սարգսյանն ենք հիշել, գնաց։ Այո։
Դուրսեր առավոտից։ 9:36 տոնական ջերմ բարի լույս բոլորին։ Բարի լույս, եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե շնորհակալություն ենք հայտնում նաեւ ձեր ջերմության եւ ակտիվության համար։ Հիշեցնենք, մեզ ոչ միայն կարող եք լսել, այլև կարող եք դիտել, մուտք գործելով իհարկե Armradio.am եւ Facebook Այո, Facebook-յան հաղորդակցում արդեն գրել են։ Էդիկ Բաբուջանը ծաղկեփունջ է ուղարկել եւ ասում է շնորհավոր, շնորհակալություն հարգելի Էդիկ։ Մեր շատ սիրելի գործընկեր Կարինե Ղազարյանն է մեզ ողջունում, ասում է բարի լույս սիրելի գործընկերներ, եւ մենք եւս մեկ անգամ առիթը բաց չթողնենք ու շնորհավոր ենք բոլոր գեղեցկուիներին աշխարհի, որովհետեւ բոլոր կանայք էլ գեղեցիկ են։ Բայց այսօր բացառապես մեր խոսքերը ուղղում ենք հայուհիներին։ Հայկական տոն է, այո։ Եւ ժամուկես, մինչեւ ժամը 11-ը մենք գովերքելու ենք եւ խոսելու ենք հայկնոջ մասին։ Ինչ կլինի ամեն օր այդպես գովերքեք։ Դե լավ։ Ինչ։ Թողեք մի քիչ երես առնենք։ Ամեն օր չի լինի։ Ինչու։ Այսօր ձեր օրն է։ Այսօր մեր օրն է հիրավի։ Ընդունեք մեր շնորհավորանքները։ Դե լավ, խնդրում եմ այսօր ճոխ թող լինեն այդ շնորհավորանքները։ Հիմա հասկանաք ինչքանով ճոխ կլինի եւ ինչքանով եղանակը կնպաստի։ Այս պայն Երևանում 9 աստիճան տաքություն է։ Ահա։ Հանրապետության տարածքում այսօր ցերեկը ժամանակաժամանակ խոստանում են տեղումներ լեռնային գոտիներում, ձյան եւ թաց, ձյան նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրև է, հա լինելու։ Ահա որ է, անկեղծ։ Գիշերն էլ առանց տեղումների։ Բայց գիշերն առանց տեղումների։ Հետո Երևանում հասկանաք ինչ պատկերը, ցերեկը ժամանակաժամանակ սպասվում է անձրև։ Վստահ են, թե ես չեմ կարող ասել, երեք էլ սպասվում էր, բայց չսպասվեց։ Եթե երեկվա պես է, ապա լիահույս ենք, որ այսօր էլ անձրև չի տեղա։ Գիշերը Երևանում նույնպես առանց տեղումների եղանակ է։ Իսկ օդի ջերմաստիճանը կասես օրվա ասեմ, օրվա ընթացքում միջև +18։ Օ, հիանալի է։ Չնայած իրականում շատ ծանր է, առավոտյան ցուրտ էստիպված տաք ես հագնում, տաք վերնահակոս ցերեկը շատ շոկ է, շոկում ես մի խոսքով այս եղանակի ձեռքը այս սեզոնում ընկնում ես կրակը։ Դե ոչինչ։ Դե լավ, կարևորը չհիվանդանալ։ Հասկանանք ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին։ Դրանք հիմնականում անցանելի են, իհարկե շարունակում է փակ մնալ Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները, վարորդներին հորդորում ենք շարունակել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, իսկ Ստեփանձմինդա Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ես մուտքգործոցի ճանապարհային դեպարտամենտի Telegram-յան ալիք եւ այս պայդրությամբ կարծես թարմացում չունենք։ Ուրա, ճանապարհները լավ։ Այդպես էլ մնացել է։ Շատ լավ է, բայց ինչ չենք կարող ասել։ Գալիս ենք ռադիոտուն 8 բալ էր խցանային նիշը։ Հիմա էլ է 8։ Բան չի փոխվել։ Իրականում այսօր բավականին ծանր էր երթևեկությունը, ամեն օր նույն ժամին, երբ երթևեկում ես, կարող ես համեմատություններ անել։ Ծանր էր, չգիտեմ ինչով է պայմանավորված, գուցե բոլորը ոգևորվել են, որ ապրիլի 7-ն է, բայց այսօր խցանումները շատ էին, մի քիչ ավելի դանդաղ էր գնում երթևեկությունը, ել չեմ խոսում կարգազանց վարորդների մասին, իրականում այսօր չարաճճի վարորդներ շատ կային։ Այո։ Մեր ճանապարհին շատ հանդիպեցին։ Մեկը ինքնաթիռի նման էսպես թռչեց մեզ վրա, բայց հետո կանգ առավ։ Հետո մեզնից դանդաղ էր։ Ի վերջո կարմիր լույս է առջևում եւ ինչքան էլ թռչես։ Առջևում բազմաթիվ մեքենաներ։ Խնդրեմ, Արշակունյաց պողոտայի վրա այս պայն ունենք ավտովթար։ Չգիտես ինչու։ Ինչու։ Ասեմ ինչու, այդպես արագություն են վերցնում շատ նեղ ճանապարհում, կտրուկ կանգ են առնում, հետևի մեքենաները խփում են իրենց։ Այո, անսպասելի, պարզապես իրավիճակ է ստեղծում։ Որոշում են, որ իրենք չնախատեսված վայրից պիտի շրջադարձ կատարեն եւ խցանում են ստեղծում նեղ փողոցում իրականում։ Էլի կա։ Ես ուզում եմ հասկանալ, թե որ հատվածում է Արշակունյաց պողոտայում վթարը։ Հիմա հասկանանք, քարտեզով նայենք եւ հասկանանք, որ հատվածում է եւ այսպես անհասկանալի է։ Հա, սա դեպի Նորագավիթ գնացող հատվածի վրա է։ Բայց հետաքրքիր է եղել է այդքան ծանրաբեռնված։ Արի ուտես որ այո։ Եվս մեկ ավտովթար էսպես նշмарվում է։ Դա, բայց կարծես թե Չէ, չեմ կորցրել, կարծես թե վերացավ։ Այսքանը երևի թե գերծանրաբեռնված է ինչ խոսք, գերծանրաբեռնված է երթևեկությունը այս պայն Երևանում, երևի բոլորը շտապում են ծաղիկ առնել աշխատավայր շնորհվելու իրենց գեղեցկուներին, չգիտեմ, միգուցե կան փողոցներ, որ երկկողմանի ծանրաբեռնված են, այո, դե միանշանակ Կոմիտասի զուգահեռ փողոցը, այո, որը միշտ է ծանրաբեռնված կարելի ասել, դա Խաչատրյան փողոցն է։ Դե չմոռանանք այնտեղ հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Կոմիտասի զուգահեռ փողոցում, այսպես փոքրիկ հատվածում եւ
3 ամիս ծանրաբեռնվածություն կապահովի այդ փակ փողոցը։ Հիմնանորոգման աշխատանքների մասին մի ասա, որտեվ 3 առաջորը Բագրևանդով էի որոշեցի տուն գալ մի խայտարակություն։ Ես չգիտեմ դա ինչ էր։ Դա կոչվում էր ուղի արգելքները հաղթահարելով։ Դրակոնի level է։ Մամիկոնյանցն է գեր ծանրաբեռնված այս պահին էլ որն է։ Սա կարծես Մալխասյանց փողոցի բոսոր չի, չգիտեմ, սևին հասնող ինչ որ։ Սև է, բոսոր էլ չի ճիշտ, իսկապես խայտարակ բարձրապես։ Գնանք օթային տարածք, տեսնենք այնտեղ ինչ է կատարվում։ Գնացինք օթային տարածք։ Չխոսեմ փոսերից։ Փոսերի մասին չխոսենք։ Գոնե ազատության փողոտան նորոգեք էլ ինչ կլինի։ Այո, գոնե։ Եվ ասեմ, որ օթային տարածքը երբ ցուցակը նայում ենք, ապա տեսնում ենք, որ բոլոր ինքնաթիռները ժամանելու են Հայաստանի Հանրապետություն ժամանակին, կա ընդամենը մեկ չեղյալ չվերթ, դա շարժայի թռիչքն է, շարժայի օդանավը չի ժամանի Հայաստան, իսկ մնացած բոլոր օդանավերը ժամանակին հասնելու են Հայաստանի Հանրապետություն եւ մենք մեր հարազատներին, բարեկամներին ու զբոսաշրջիկներին ասելու ենք բարի գալուստ Հայաստան։ Ինչ վերաբերում է մեկնման ցուցակին, ապա դե բնականաբար շարժայի չվերթը կրկին չեղյալ է գրանցված, մնացածը կրկին ժամանակին են տեղի ունենալու, այսինքն կարող ենք ասել, որ վարկյաններով հստակ եւ ճշգրիտ աշխատում է Զվարթնոց միջազգային օդանավակայանը, ամբողջ անձնակազմը։ Եթե տանից դուրս եք եկել եւ արդեն աշխատանքի դեպի հա գնացող ճանապարհին եք, ապա աթենք փողոցները շրջանցեք, որովհետեւ այն գեր ծանրաբեռնված է դեպի կամուրջ տանող հատվածի մասին է խոսքը, նաև գեր ծանրաբեռնված է Տիգրան Մեծը դեպի Հանրապետության հրապարակ, դե Իսակովն էլ մշտական կա։ Ծանր այսպես վիճակ է փողոցներում անկեղծ ասած։ Մինչ օրվա փոխարժեքը Տիգրան, ես առաջարկում եմ մեր ռադիոլսողին չսպասեցնենք եւ ողջունենք ռադիոլսողին։ Տևական ժամանակ է սպասում եմ, որ միանա մեզ։ Ասում ենք բարի լույս, դուք ուղիղ եթերում եք։ Ո՞վ է մեզ միացել։ Բարև ձեզ։ Ալո։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, դուք ուղիղ եթերում եք։ Կխոսեք։ Մենք էլ ենք լսում ինչ որ բան, բայց ոչ ձայն։ Ալո։ Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ ասեմ։ Ալո։ Ալո։ Վայ, ալո, բարև դե ասեք, ալո, վերջապես, ասեք։ Այո, Լուսինեն է։ Լուսինե ջան, ես քեզ պաչիկներ եմ անում։ Շնորհակալ եմ։ Քեզ ընկան երկար կյանք եմ ցանկանում, առողջություն եմ ցանկանում, որ քո ձայնը ես լսում եմ, ինչքան է լավ չեմ լսում է իմ համար ամենալավ ձայնն է։ Վայ, շատ շնորհակալ եմ։ Թույլ կտակ շնորհավոր ենք ձեզ նաև տոնի կապակցությամբ, ձեզ էլ ամուր առողջություն։ Շնորհակալ եմ։ Առողջ լինեք։ Շնորհակալ եմ։ Լավ եթերներ եք կազմակերպում, շատ մարդիկ կան, որ շատ երջանիկ են զգում, որ ձեր ձայնը Լուսինե Մուրադյանի ձայնը լսում են։ Շնորհակալ եմ, շատ։ Ուզեցիք ինձ անկեղծ ասած, ես էլ ձեզ եմ շնորհավորում, ապրիլի 7-ի առիթով առողջություն։ Շնորհավորում ենք եւս մեկ անգամ։ Շնորհակալություն։ Ձեր զանգահարողը 84 տարեկան կին է։ Շատ հաճելի է, իսկ ձեր անունն էլ կասեք։ Իմ անունը Ռոզա է։ Շատ հաճելի է Տիկին Ռոզա, շատ։ Շնորհակալ ենք։ Ձեզ մաղթում ենք անհոգ օրեր։ Կատակ չեմ անում, ոչ հոգորդ բառեր եմ ասում, իրոք Մուրադյան Լուսինեին ես շատ սիրում եմ, երբ որ Տիգրան Հարությունյանի հետ ելույթ ունեմ։ Տիգրան ջան։ Շնորհակալ ենք շատ, Շնորհակալ ենք շատ, շնորհակալ ենք։ Ձեր երկուսի աշխատանքը ոնց որ բնակիչներին շատ է դուր գալիս։ Ես զգացել եմ։ Շնորհակալություն, Շնորհակալ ինչ հաճելի է։ Իսկապես հաճելի է եւ ես մի բան հավելեմ ուղակի, որ մեր ռադիոլսողի այս խոսքերը ամենամեծ նվերն էին այսօր, որ ես կարող էի նույնիսկ երազել ստանալ։ Այո, իսկապես այդպես է։ Անչափ շնորհակալ ենք ձեզ ջերմ խոսքերի համար։ Այո։ Հիմա ոնց աշխատենք նման խոսքերից հետո, հատկապես Լուսինե, հիմա Ես հուզվել եմ, դու պետք է ասած հավաքվես, շատ հուզվել եմ, չէ, կենտրոնանաս։ հավաքված եմ, դրա մասին չի խոսքը, բայց այն որ քո կատարած աշխատանքը այս Դա իսկապես այդպես է, առանց կատակի ենք ասում։ Գեղեցիկ ընդունվում է, դա մի աշխարհ արժի եւ ինձ համար Էլի ինչ ամենաթանկ նվերն է, շնորհակալ եմ ձեզ։ Ծաղիկ չէ, բայց աշխատավարձը թող լինի։
շատ էսպես վթարային մաղթանք էր այս մաղթանքը եւ ռադիոլուսողը խոսում էր այդ ընթացքում Հալաբյանի վրա հայտնվեց սա արդեն Հանրապետական հիմնադրամի մոտ է ու Հալաբյանի վրա հասկանում ես այո բայց վերև դեպի մեր տների մոտ Հանրապետականի մոտ է հա չգիտեմ եթե իջնում եք ապա նկատի ունեցեք որ Բուենոս Այրեսի այգու մոտով մի անցեք այդտեղ հիմա վթար է ահա շարունակենք հավաքվենք ինչպես ասում են հիմա գնում ենք եւ փորձում ենք հաշվենք գումարները հաշվենք իմը չէ այո հասկանանք տարադրամիջ փոխարժեքները սահմանել կենտրոնական բանկը այսօրվա ապրիլի 7-ի համար ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 376 դրամ է 1 եվրոն 434 ռուսական 1 ռուբլ օրվա փոխարժեքը 407 դրամ է վրացական լարին 139 դրամ է Ուր հասանք Արաբական Միացյալ Էմիրություններ դիրհամի օրվա փոխարժեքը 102 դրամ է նաև հարևան Իրանի տարադրամին անդրադառնանք իրանական ռիալն էլ 0.028 ահա կարծես կայուն է այո այսպես ոչինչ չի ազդում միանշանակ այո հրաշալի է մենք շարժում ենք առաջ քիչ անց կբացենք նաև օրվա տոնական օրացույցը ախ իմ սիրած զուգերքն ես միացրել հատուկ քեզ համար շնորհակալություն Kiss xaverov yes kızarmatsınım zarmatsınım boyz busuz havalı tamaşa maşa ane aşkaran sirimana manı çin kara care axet para hets parem hogi mana vor vartem şat tankem şat parmem zergerim çikolot perçot verine yes maralem Let's do it para chespari interi mech haytarak ins chesani karsun tari morat kochtin tat vetsit borbastat verchedu ins boch barov rastegar temarales pamarana ich asi duet para chagides tu mi pari temarales pamarana ich asi duet para chagides mi pari nay 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 Սուրճ ուսեր առավոտից 9:50 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ եւ մաղթում հաճելի լավ տրամադրություն հիշեք այսօր գեղեցկության եւ մայրության տոնն է եւ այդ առիթով շնորհավորեք ձեր շրջապատում գտնվող բոլոր գեղեցիկ կանանց եւ մաղթեք ձեր սրտի ուզածը ինչ որ կցանկանաք նրանց միանշանակ։ Եվ անպայման չեն նվեր, պարզապես
ուշադրությունը, ջերմ խոսքը, ժպիտը, ինչպես մեր ռադիոլսողներն այսօր զանգան։ Դե կամ շոկոլադը։ Կամ շոկոլադը, քաղցրացրեք ձեր վերաբերմունքով։ Մեր ռադիոլսողի վերաբերմունքն աշխարհարժեր։ Ես չեմ դադարի կրկին շնորհակալություն հայտնել, որովհետև դա այսօրվա իմ ամենաթանկ նվերն էր։ Շնորհակալ եմ եւս։ Ես էլ հաստատեցի զանգ ընդունել երկի ժամանակ եւ ռադիոլսողը հարցնում էր երբ եք հարցը ուղղելու եթերում, բայց քիչ անց արի օրացույցը բացենք։ Բայց կխնդրենք, որ այդ հարցին մի քիչ էլ հումորով վերաբերվեք, որ իսկապես լավ տրամադրությունը եթերում շարունակվի։ Իդեպ on-line հարթակում արդեն կան շնորհավորանքներ, շարունակեք գրել ձեր սրտի խոսքը, մենք դրանք անպայման կընթերցենք։ Հիմա գնանք եւ տեսնենք առհասարակ աշխարհում, այո, ինչ տեսք ունի աշխարհում, ինչ տոներ են նշվում, ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել պատմության մեջ այսօրը ովքեր են ծնվել, դե չենք մոռանում, որ Հայաստանում ապրիլի 7-ը դա մայրության եւ գեղեցկության տոնն է։ Իսկ աշխարհում նշում են այսօր առհասարակ առողջության համաշխարհային օրը։ Դե լավ միջոցառում է, կարծում եմ, լավ միտք է նշել առողջության համաշխարհային օրը, հիշեք, որ մեր գեղեցկությունը, մեր լիարժեքությունը կախված է հենց առողջությունից։ Ասում են այն մարդիկ են տեսնում առողջությունը նման է թագի եւ այն մարդիկ են այդ թագը տեսնում, ովքեր հիվանդ են։ Ֆիքսեցիր։ Ես սկսում ավելի գնահատել առողջությունը, երբ խնդիր ունեն առողջական։ Դեպի այս տոնն է սևեռված անկեղծ ասած։ Ուզում հասկանալ ինչ է սա։ Ուշացած թերթերի միջազգային օր։ Ինչ է սա։ Գուցե նամակներ, որ այդպես էլ ուշացել են ու տեղ չեն հասել, չգիտեմ, ռոմանտիկայի գիրկն ընկա։ Բայց միջազգային օր է։ Միջազգային օր է այն էլ։ Ռեգբի ծննդյան օրն է։ Այսօր ռեգբի ծննդյան օրն է, նաև մետրային համակարգի օրն է։ Իսկ մետրային համակարգը դե գիտենք բոլորս։ Այստեղ լավ տոնել կա, շատ լավ է աշխատանքից հետո այսօր կարող եք ձեզ թույլ տալ, թույլ ալկոհոլային գարեջրի օրն է այսօր։ Թույլ, այո։ Այսքանը միջազգային տոների մասին։ Հիմա գնանք ազգային օրացույց։ Միացյալ Նահանգներում շարունակում են նշել գարեջրի ազգային օրը, բնականաբար քաղցրավենիքներից գիտեք, ամեն օր Միացյալ Նահանգներում որևէ քաղցրավենիքի տոն են նշում, այսօր սրճային տորթի ազգային օրն է։ Առաջին քայլի օրը։ Երևի երեխաների մասին է խոսքը։ Կամ գուցե առաջին անգամ դպրոց, առաջին անգամ ինստիտուտ, ամեն ինչ առաջին քայլ է։ Ամեն ինչ երբ առաջին անգամ է։ Տնային գործերից խուսափելու ազգային օր։ Իսկ ցանենք, որ ամեն օր լինի այդ տոնը։ Շատ լավ տոն է։ Այո, շատ լավ տոն է։ Խուսափենք տնային գործերից։ Միմյանց սատարող կանանց օր են նշում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կանայք միշտ միմյանց սատարում են եւ դա շատ լավ է։ Ոտքով աշխատանքի գնալու օր են նշում ամերիկացիները։ Այս ինչ լավ օրեր ունեն, բայց չէ։ Եթե շատ հեռու չի, ինչու ոչ։ Օրական բավականին շատ քայլելը միմիայն առողջարար է։ Դե իհարկե Հայաստանը կա ու կա այս ցանկում, որպես մայրության եւ գեղեցկության տոն է նշում այսօր։ Հնդկաստանում։ Այո, հաստատ է։ Դե կարդամ։ Կարդամ Պապա Մոչանի Էկադաշի։ Դա է։ Ես չեմ մեկնաբանում։ Պապա Մոչանի Էկադաշի։ Հորդանանում ճարտարագետների օրն են նշում։ Ուր հասանք։ Իդեպ Մոզամբիկ կանանց ազգային օր, տեսնում ես։ Փաստորեն հայերն ու մոզամբիկցիներն են նշում ապրիլի 7-ը։ Փաստորեն Չեխիայում էլ լուսավորության օրն է, իսկ քանի որ կինը իր հետ լույս ու ջերմություն է բերում, կարող ենք սա էլ համարել այսպես։ Միանշանակ։ Ռուսաստան տեղափոխվենք, որտեղ նշում են կոսմետոլոգի օրը։ Դե շնորհավոր ենք։ Ձկնապաշտպան մարմինների օր են նշում։ Կառույցներ, որոնք պաշտպանում են ձկներին, այո։ Ձկների իրավունքների սխրանք կատարելու օր նշվում է Ռուսաստանում Շատ լավ օր է։ Շատ լավ, շատ լավ օր։ Սլովենիայում դրոշի ազգային օրն են նշում եւ վերջ կարծես։ Այո, գնանք իրադարձությունների եւ դեպքերի բաժին, տեսնենք ինչ է գրանցվել տարիներ առաջ։ Այսօրը ախնդրեմ 1957-ին վերջին ուղերձը կատարել է Նյու Յորքի վերջին տրոլեյբուսը։ Ասկա 57-ից հետո տրոլեյբուս չի եղել։ Լինում է, բայց ոչ Նյու Յորքում երևի էլի, որովհետեւ ուրիշ երկրներում մենք տեսնում ենք բազմաթիվ անգամներ։ Իդեպ 1969 թվականի այսօրն էլ ինտերնետի խորհրդանշական օրն է։ Այո, Ռիչի Բլեքմորի մասնակցությամբ Փարիզում կայացել է հանրահայտ Deep Purple խմբի վերջին համերգը։ Դա տեղի է ունեցել արդեն 1975-ին։ Ինտերնետի խորհրդանշական Օր կարելի համարել ապրիլի 7-ը 1969-ին։ Ասացի, այո։ Ասացիր։ Գնացինք, շարունակենք եւ թերթենք ու հասկանանք ինչ կա չկա։
Այո, 1927 թվական տեղափոխվենք ամերիկացի գիտնական Հերբերտ Այվսը իրականացրել է աշխարհում առաջին հեռուստահեռարձակումը մեծ տարածության վրա։ Նյու Ջերսից Նյու Յորք։ Դե շատ լավ է։ Իսկ եթե Նյու Յորքում վերջին տրոլեյբուսն էր մեկնել, ապա 1899 թվականի հենց այսօրը Մոսկվայի առաջին տրամվայն է գործել, այստեղ ընթացքն է սկսել։ Գնանք առաջ, եւ փորձենք Խնդրեմ, 1827 թվական անգլիացի դեղագործ Ջոն Ուոքերը սկսել է վաճառել իր ստեղծած ծծմբային լուցկիները։ Դա որոնք 1827 թվական փրկություն, իսկական փրկություն բոլորիս համար վարքյանական ստանալ կրակ եւ առհասարակ փոքրիկ կարծես թե դա դարձել է մեր առօրյայի մարուկ, որ նույնիսկ չենք էլ նկատում, ուղղակի լուցկին վերցնում ենք, երբ գրակ է պետք, վառում ենք եւ վերջ, բայց հիշենք, թե եթե այդ լուցկին չլիներ, ինչպես պիտի մենք ստանայինք առհասարակ այդ կրակը։ Այսօր մետրային համակարգի օրն է, չէ՞, նշեցինք, բայց արյոտես որ Ֆրանսիայում 1795-ին է դեռ ընդունվել օրենք, որը սահմանել է մետրը եւ կիլոգրամը որպես չափման միավորներ, որոնք օգնում են մեզ նաեւ կողմնորոշվել։ Այո։ Իսկ 1348 թվականի այսօրը Պրահայում հիմնադրվում է Կարլի համալսարանը։ Անդրադառնանք հոբելարներին նաեւ, տեսնենք ովքեր են ծնվել, Նոր Զելանդացի դերասան Ռասել Քրոուն է ծնվել այսօրը 1964-ին Գլադիատոր ֆիլմում Մաքսիմուսի դերի համար նա ստացել է Օսկար լավագույն դերասանի համար ավանակարգում, նաև բանականության խաղեր ֆիլմի համար ստացել է ոսկե գլոբուս։ Երկու ֆիլմերն էլ հզոր ֆիլմեր են, ինչ խոսք։ Տեղափոխվենք Ռուսաստան, որովհետև 1962 թվականի այսօրը ծնվել է շանսոնյե Միխայել Կրուգը։ Այո, ռուսական շանսոնի սիրահարները գիտեն դրան։ Ջեկի Չանն է ծնվել այսօր 1954-ին, հանրաճանաչ հոնկոնգցի դերասան, ռեժիսոր, նաև կասկադյոր, եւ կինոարվեստի մեջ ունեցած մեծ ներդրման համար նա արժանացել է պատվավոր Օսկարի։ Եվ չմոռանանք, որ շատ քիչ դերասաններ են, որ ֆիլմերում նկարահանվում են առանց կասկադյորների օգնությամբ, հիմնականում օգնության են հասնում հենց կասկադյորները, դրանք բավականին բարդ եւ ռիսկային մասնագիտություն է, հմտություններ են պահանջում, այս պարագայում փաստորեն դերասանը նաեւ իր կասկադյորն է։ Այո, այո։ Կինոաշխարհից չենք հեռանում, 1939-ին է ծնվել ամերիկացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան։ Նա 6 անգամ արժանացել է Օսկարի։ Առավել հայտնի է կնքահայրը երապատման եւ վիետնամական պատերազմի մասին պատմող Ապոկալիպսիսն այսօր ֆիլմերով։ Այո, իրականում մեծ հետք գույն է բերել ֆիլմ արտադրության մեջ եւ իր ուրույն տեղն ունի, այո։ Գնանք առաջ եւ տեսնենք էլ ինչ կա։ Կարծես թե վերջ։ Այսօրն է ծնվել նաեւ անվանի գրող դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն, նրա ծննդյան տարեթիվն է 1858։ Այսքանով փակենք օրացույցը հարգելի ռադիոլսողներ, այս պահին գովազդ մեր եթերում, այնուհետև ծանոթանալու եք լրահոսին։ Այո, մեզ կմիանա մեր գործընկերը ռադիոլուրի։ Տեղ չի հասել։ Դե իսկ մենք կհանդիպենք արդեն լուրերից հետո։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուրերատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025 մրցույթի հաղթողների պարգևատրման եւ մեծարման հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել է սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում։
Մեջբերում եմ սպորտի ինստիտուցիոնալացումը այն կարևոր խորքային քայլն է, որ մենք պետք է անենք առկա ընթացիկ հաջողությունները ամրապնդելու եւ նոր ամբիցիաներ սպորտի համար ձևակերպելու իմաստով, հայտարարել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով այդ ուղղությամբ այսօր լուրջ քայլեր են արվում, ինչպես օրինակ հայտնի մարզիկների անուններով մարզադպրոցների կառուցումը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր մարզիկներին, որոնք իրենց հաջողություններով մեծացրել են Հայաստանի մարզական վարկանիշը եւ բերկրանքի աննկարագրելի պահեր նվիրել Հայաստանի քաղաքացիներին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն այսուհետ որպես կորպորատիվ սոցիալական ծրագիր բացառապես սեփական խնայողությունների հաշվին կսուբսիդավորի 3 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ամսական ծախսերը։ Այս մասին հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Հենց այլևս ծառայում է մեր ժողովրդին, նշել է նա։ Վերսկսվել է կրթվել է նորաձև է շարժման աջակից ծրագրի նոր մեկնարկ կրթաթոշակային նախագծի առցանց հայցադիմումների ընդունումը 2026-27 ուսումնական տարվա համար։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։ Ծրագիրը նպատակ ունի դեպի կրթություն վերադարձնել այն քաղաքացիներին, ովքեր տարբեր սոցիալական, ընտանեկան կամ անձնական պատճառներով ունեցել են առնվազն 5 տարվա ուսումնական դադար։ Նոր մեկնարկի միջոցով հիմնադրամը վերաիմաստավորում է կրթության արժեքը, այն դարձնելով ոչ միայն հնարավոր, այլև իրական ճանապարհ անձնական եւ մասնագիտական զարգացման համար։ Կրթաթոշակային նախագծի շահառուները կարող են ուսումը շարունակել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հավատարմագրված բուհերում կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններում առկա կամ հեռակա ձևաչափով։ Նախագծին կարող են դիմել 23 տարին լրացած այն անձինք առանց առավելագույն տարիքային սահմանափակման, ովքեր ունեն առնվազն 5 տարվա ուսումնական դադար, ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել հորդորելով մայրաքաղաքի հանրային տրանսպորտից օգտվելիս կատարել ուղևորցի պարտադիր վճարումը։ Մեջբերում եմ, տեղեկացնում ենք, որ Երևանի ավտոբուս փակ բաժնետիրական ընկերության վարորդները եւս ներգրաված են վճարային կարգապահության ապահովման գործընթացում եւ իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղևորցի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով, նշված է հաղորդագրության մեջ։ Երևանում շարունակվում է կանաչ տարածքների ընդլայնումը։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2025 թվականի նոյեմբերին մեկնարկել են Նուբարաշենի խճուղուն հարող 8.5 հեկտար տարածքում անտառաշերտի ստեղծման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է տնկել շուրջ 10,000 ծառ, ձևավորելով նոր համակարգված կանաչ գոտի քաղաքի համար։ Անցկացվել է 2300 մետր ջրագիծ, կառուցվել է 50 խորանարդ մետր ծավալով ջրավազան, պոմպակայան, անցկացվում է ոռոգման կաթիլային համակարգ, ապահովելով տարածքի երկարաժամկետ կենսունակությունը։ Վերջին տարիներին Երևանում կանաչ տարածքներն արդեն ավելացել են շուրջ 60 հեկտարով։ Մի քանի լուր օրվա միջազգային լրահոսից Իրանի հեղափոխական գվարդիան կանգնեցրել է Կատարի հեղուկացված բնական գազով 2 լցանավեր, որոնք Հորմուզի նեղուց էին ուղևորվում եւ առանց բացատրության նրանց հրամայել է տեղում մնալ, Reuters-ին հայտնել է աղբյուրը։ Իրանն ավելի վաղ թույլատրել էր նավերի անցնել նեղուցով Պակիստանի միջնորդությամբ Միացյալ Նահանգների հետ ձեռքբերված համաձայնության համաձայն, սակայն 2 նավերն էլ չեն հատել Հորմուզը։ Եթե նավերը հաջողությամբ հատեին նեղուցը, ապա դա կլիներ հեղուկացված բնական գազի բեռների առաջին տարանցումն այդ ջրային ճանապարհով փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի սկսվելուց ի վեր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է, թե ինչու է անվայել արտահայտություններ արել սոցիալական ցանցերում։ Նա պարզաբանել է, որ Սուրբ Զատկի կիրակի անվայել արտահայտություններ արել Իրանին սպառնալու համար միայն նրա համար, որ արտահայտեմ իմ տեսակետը, ասել է Թրամփը, այս մասին հաղորդում է CNN-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի սոցիալական ցանցում հայհոյանքներով է դիմել Իրանին, հերթական անգամ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը։
ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով B1 ռմբակոծիչները մոտ 100 ռումբ են նետել, որոնցից յուրաքանչյուրը 2000 ֆունտ էր կշռում։ Իրանում խոցված F-15 կործանիչի անձնակազմի երկրորդ անդամի փրկարարական առաքելության ժամանակ, գրել է Wall Street Journal-ը։ Պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ ռումբերը նետվել են ճանապարհների, մարդկանց եւ Իրանի հեղափոխական պահակախմբի կայազորների վրա առաքելության հաջողությունն ապահովելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կենտրոնացել է փրկարարական վայրի մոտ գտնվող ճանապարհների ոչնչացման վրա, իրանցիներին, ամերիկյան զորքերին եւ ինքնաթիռներին մոտենալը կանխելու համար։ Այժմի համար այսքանը, տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը, թարմացված տեղեկատվությամբ ռադիո լուրը եթեր կվերադառնա ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։ Ամենասիրով ես սիրեցի ու քո սիրուն տրվեցի, հավատալով քո խոսքերին, կյանքս ոտքի տակ դրի։ Ամենասիրով ես սիրեցի ու քո սիրուն տրվեցի, հավատալով քո խոսքերին, կյանքս ոտքի տակ դրի։ Ինձ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել, դու էր որ ինձ է խոստացա ու ինձ թողիր հեռացար։ Ինձ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել, դու էր որ ինձ է խոստացա ու ինձ թողիր հեռացար։ Ջան, 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 Գիշեր ցերեկ դադարություն էի, քո ճամփին էի սպասում, դու իմ սրտով սիրած յարս, ուրիշին էր դու սիրում։ Գիշեր ցերեկ դադարություն էի, քո ճամփին էի սպասում, դու իմ սրտով սիրած յարս, ուրիշին էր դու սիրում։ Ինձ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել, դու էր որ ինձ սեր խոստացար ու ինձ թողիր հեռացար։ Ինձ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել, դու էր որ ինձ սեր խոստացար ու ինձ թողիր հեռացար։ Ջան, 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 ջան։ Հիմա արդեն ետ ես դարձել, ինձ է սիրուն դու նորից, ինձ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել։ Հիմա արդեն ետ ես դարձել, ինձ է սիրուն դու նորից, ոչ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել։ Ինձ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել, դու էր որ ինձ էր խոստացար ու ինձ թողիր հեռացար։ Ինձ մի սիրիր, ես արդեն շատ եմ փոխվել, դու էր որ ինձ էր խոստացար ու ինձ թողիր հեռացար։ Ջան, ջան, Սուրճ ու սեր առավոտից։
10:09 րոպե, իհարկե սիրեք մեր կանանց, սիրեք մեր հայուհիներին, նրանք արժանի են։ Մենք չենք դադարում շնորհավորել մեր գեղեցիկ սեռի բոլոր ունկնդիրներին այս հրաշալի տոնի կապակցությամբ, գեղեցկության եւ մայրության տոնի կապակցությամբ։ Այո, առիթը հրաշալի է եւ ես կարծում եմ, որ այդ առիթը պետք է բաց չթողնել հարգելի ռադիո լսողներ։ Շարունակում ենք մեր եթերը եւ իհարկե շնորհակալություն ենք հայտնում ձեզ նաեւ ակտիվ մասնակցության համար, ջերմ խոսքեր հղելու համար, on-line հարթակում Արտակ Մխիթարյանն է ողջունում բոլորիս, Արմինե Հովսեփյանն ասում է բարի տոնական օր բոլորիս, բոլոր գեղեցկուհիներին, մաղթում եմ կնամեծար կողակիցներ եւ արժանի զավակներ։ Շատ խորիմաստ մաղթանք էր։ Գայանե Այվազբալյանն է ողջունում, ասում է հայ կնոջ գեղեցկությունը բազմապատկվում է գարնանային օրերի բույրով ու գրավչությամբ, իսկ հայ կինը առավել եւս գեղեցկացնում է, երբ մայրանում է։ Գեղեցկանում է, երբ մայրանում է, սիրելի մայրեր եւ տատիկներ, թող ձեր աչքերը փայլեն սիրուց, բերկրանքից եւ ուրախությունից։ Արմեն Խորոզյանն է մեզ ջերմ ողջույններ ուղարկում եւ շնորհավորում ապրիլի 7-ի առիթով։ Հասմիկ Ավետիսյանն ասում է բարի լույս հարգելիներս, շնորհավոր մայրության եւ գեղեցկության տոնը, սիրելի Լուսինե ջան, քո ժպիտով ու բարությամբ ջերմացնում ես մեր սրտերը։ Շնորհակալ եմ անչափ, քեզ լավ ու բարի օր, միաժամանակ շնորհավորում է 10 ընկերուհուն Մանուշ Հավաքյանին ծննդյան տարեդարձի առիթով եւ մաղթում ամենայն բարիք։ Շարունակեք գրել։ Շարունակեք գրել, նաև այս բայց սկսած կարող եք մեզ զանգահարել, ինչու որովհետև եկել է պահը հարցը հրապարակելու։ Արի, հումորով ենք ինչի մասին ենք խոսելու այսօր։ Որքան հնարավոր է կրեատիվ եղեք, խնդրում եմ։ Հարցը հետևյալն է, ինչը կարող է զայրացնել կնոջը։ Դա ձեզ տեսնենք։ Ինչ եք կարծում։ Ես ակնկալում եմ, որ տղամարդիկ եւս շատ ակտիվ կլինեն եւ թե մեկնաբանությունների դաշտում կգրեն եւ թե կզանգահարեն 553702 ուղիղ եթերի հեռախոսահամարով եւ կասեն թե ըստ իրենց ինչն է նյարդայնացնում կանանցի դեպ հարցը նաեւ ուղենք մեր գործընկերներին, որ մեր անխափան եթերն են ապահովում, թող իրենք էլ իրենց կարծիքն ասեն, մենք դրանք կփոխանցենք։ Մենք մի անկեղծ պատասխան ստացանք արդեն եթերի սկզբում։ Նյարդայնացնելու պահը։ Ոչ թե ինչ էլ ով կարող է նյարդայնացնել, ինչպես որ։ Այո, մեր գործընկերը ասաց, ես մասամբ համաձայն եմ իր հետ իրականում, բայց դե հասկացաք, չէ, ով ինչ նկատի ունեք, չէ, արի ինտրիգը պահենք։ Լավ, հետո կասենք։ 553702 ինչը կարող է զայրացնել կնոջը, մտածեք, զանգարեք, գրեք նաև ձեր պատասխանի տարբերակները։ Սպասում ենք։ Իսկ մենք շարունակում ենք մեր տոնական եթերը։
Շնորհավոր ձեր տոնը սիրելի հայուհիներ, ինչ խոսք հայկինը դարերով եղել է ընտանիքի սյունը միաժամանակ պահելով եւ տունը եւ մշակույթը։ Շատ պատմական ժամանակաշրջաններում տղամարդկանց բացակայության դեպքում մեր կանայք ստանձնել են նաեւ ղեկավար դերեր։ Շնորհավոր ձեր տոնը։ Ուրա։ Շարունակում ենք եւ այս պահին ողջունում ենք ռադիո լսողը, տեսնենք ով է մեզ միացել։ Եվ ասում ենք բարի լույս։ Դուք եթերում եք, բարև ձեզ։ Բարի լույս է։ Ռադիոից հեռացեք, որպեսզի մեզ լսեք միայն հեռախոսի միջոցով։ Միայն հեռախոսի միջոցով։ Միայն, բացառապես։ Շնորհավորում ենք ձեր տոնը, ով է մեզ միացել։ Շնորհակալություն, ձեզ միացել է Քնարիկ Հավոյանը Գյումրիից հայոց լեզվի եւ գրականության։ Օ, շատ հաճելի է։ Հբիսան Նուրդից կեղնի։ Չեմ լսում նորով։ Ասում եմ Հբիսան Նուրդից կեղնի։ Այո, ապրեք, ամեր մեծ սիրազի խոսք։ Այո։ Այո։ Մենք շնորհավորում ենք ձեզ։ Ուրտից կերնի։ Այո, մենք շնորհավորում ենք ձեզ։ Գյումրվա հումորը, ջերմությունը անպակաս լինեք երջանիկ։ Անցած շնորհակալ եմ, հումորը փրկում է աշխարհը։ Միանշանակ։ Եվ հումորով պատասխան ենք հիմա ակնկալում մեր հարցին, ինչը կարող է զայրացնել կնոջը։ Ակնկալում իսկ ես մտածում եմ, յուրաքանչյուր կնոջ զայրացնում է անտարբերությունը տղամարդու կողմից։ Այո, ճիշտ պատասխան։ Ես համամիտ եմ մեր ռադիո լսողի հետ ամբողջությամբ։ Այո։ Դուք շատ ճիշտ եք։ Ավելի լավ է մեծ խանդ լինի, քան ընդհանրապես։ Չէ, դա թող չլինի էլի։ Անտարբերությունն է զայրացնում, թե տղամարդը։ Անտարբեր տղամարդը։ Անտարբեր տղամարդու անտարբերությունը։ Եղավ։ Բայց տեսեք, կարող է տղամարդը լինել նորմալ, այսինքն ոչ անտարբեր, բայց զայրացնի։ Դա այդպես կարող է լինել։ Իհարկե։ Այդ զայրացնել, առօրյա զայրացնելը դա չի ազդում կնոջ։ Դա չի ազդում, լավ։ Ոգեպես բարոյապես կնոջ վրա ազդում է։ Տղամարդկային առնացի անտարբերությունը կնոջ նկատմամբ։ Իմացար Տիգրան։ Խոսում է սիրո փոխագայության մասին։ Շատ ճիշտ եք։ Շատ ճիշտ եք, Աստծուն, եթե շնորհակալություն։ անտարբեր ուրեմն սեր չկա։ Շնորհակալ եւ թույլ տվեք մի գեղեցիկ խոսք ասել, բոլոր Ասեք։ կանանց ուղղված, Ասեք։ այս խորհրդի կապակցությամբ կանանց մասին ամեն անգամ բան կգտնվի ասելու, եթե թեգուզ մեկ կին մնա երկրակնդի վրա։ Շատ ճիշտ եք։ Գեցեք, եւս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ։ Շնորհակալ ենք Շնորհակալ ձեզ։ եմ։ Շնորհակալություն։ Բոլոր իգական սերի բոլոր ներկայացուցիչներին շնորհակալություն, ցտեսություն։ Ցտեսություն, շատ հաճելի էր։ Զանգը Գյումրիից էր, Այո։ շարունակեք գրել մեզ, զանգահարել, Զանգահարեք։ ինչը կարող է զայրացնել կնոջը, կես կատակ, կես լուրջ, մեր Առաջին այսօրվա տարբերակն հարցն է։ արդեն ունենք։ Անտարբեր տղամարդու անտարբեր վերաբերմունքը կնոջ նկատմամբ։ Սա է եւ ամբողջությամբ համամիտ եմ մեր ռադիո լսողի հետ անկեղծ ասած։ Բայց չէ, էլի թող չխանդի էլ։ Ուղղակի չափի մեջ ամեն ինչ ոսկե միջինը գտնենք նորմալ հարաբերություններ, առողջ, անկեղծ, ծիրուն։ Շարունակենք կարծիքները փոխանակել 55-3702։ Never needed you to be strong. I never needed you for pointing out my wrongs. I never needed pain. I never needed strain. My love for you was strong enough, you should have known. I never needed you for judgment. I never needed you to question what I spend. I never asked for help. I take care of myself. I don't know why you think you got a hold on me. And just a little even conversations. There isn't anything for you to say. And my eyes hurt, and shiver. So look at me and listen to me. Because I don't want to stay another minute. I don't want you to say a single word. Hush, 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 hush. There is no other way. I get the final say because I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I've already spoken. All of is broken, baby. Hush, hush. I never needed your corrections on everything from how I act to what I say. I never needed words, I never needed hurt, I never needed you to be there every day. I'm sorry for the way I let go of everything I wanted when you came along. But I am never beaten, broken, not defeated. I know next to you is not where I belong. And if
petrified. Kept thinking I could never live without you by my side. But I spent oh so many nights thinking how you did me wrong. But I grew strong. I learned how to carry on. Hush, 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 hush. I'm already spoken. My love is broken, babe. Oh no, I will survive. Oh, as long as I know how to love, I know I'll stay alive. I've got all my life to live. I've got all my love to give, and I will survive. I will survive. Hush, 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 hush. There is no other way. I get the final say. I don't want to do this any longer. I don't want you. There's nothing left to say. Hush, 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 hush. I'm already spoken. All of is broken. Baby, hush, hush. Սուրճ ու սեր առավոտից 10:22 այսօր մեր եթերում երգում են բացառապես կանայք։ Հաշ, հաշ։ Այո, բացառապես կանայք։ Գիտեր ես ընտրում իհարկե, դա շատ լավ է։ Հատուկ ընտրանի, այո, մեր հայուհիների համար շարունակում ենք շնորհավորել մեր գեղեցիկ սերի ռադիոլսողներին։ Այ դեպ ասեմ on-line հարթակում արական սերի ներկայացուցիչը եւս մեր ռադիոլսողի հետ համակարծիք է, այսինքն նա էլ առանձին իր համար գրել էր այստեղ անտարբերությունը։ Ինչն են նյարդայնացնում կնոջը, Լևոն Ավդալյանը գրել է անտարբերությունը, փաստորեն ճիշտ է։ Արմինե Հովսեփյանն ասում է, ասեմ, ուրեմն մի ժամ Վարշավիրանոցում մազերդ հարդարել ես ու դուրս ես գալիս մի քամի, մի մազերի խառնաշփոթ, բա չզայրանաս։ Ահա, փաստորեն Շատ հումորով եմ մտածել, Մազերը իհարկե կարող ժողովներ, են այո։ զայրացնել։ Մանուշակ Քամին։ Թումանյանը բարի լույսը մաղթ, ասում բոլորի շնորհավորում ապրիլի 7-ի առիթով, մաղթում առողջություն, երջանկություն, ասում է սիրելի կանայք եւ աղջիկներ առողջ ու երջանիկ եղել։ Գայանե Այվազբալյանն ասում է կնոջը զայրացնում է դավաճանությունը, կոպտությունը եւ անհիմն խանդը տղամարդու կողմից։ Սիրուններ ջան, մի զայրացեք, դե ոնց չզայրանանք ախր է, անհնար է, մեկ այնպես է ստացվում, անհնար է ուղղակի չզայրանան։ Ու այսպես քեզ կատակ կերց լուրջ Վարդիթեր Գևորգյանը բոլորիս ողջունում է, ասում է, եթե հոգիներս մաքուր ու խաղաղ լինի, ոչ մի բան էլ չի զայրացնի։ Դե մենք մի քիչ փորձում ենք հումորով մոտենալ այս հարցին։ Մաքրեք հոգիները լվացող միջոցները այստեղ խստիվ արգելված են, այդտեղ խրախուսվում են։ Ոնց, ինչ մտքից Մաքրող միջոցները հոգու։ Հոգու մաքրող միջոցները միշտ քեզ հետ պետք է լինեն, այո, եւ տեսնենք մեր ռադիոլսողն ինչ կարծիք ունի, ասում ենք Բարի լույս, դուք եթերում եք։ Հեռացեք ռադիոընթունիչից, միայն մեզ լսեք հեռախոսի միջոցով կամ ռադիոյի ձայնն անջատեք այս Մնացեք պահին։ տանը, բայց ռադիոընթունիչից հեռավորություն։ Ձայնը իջեցրեք, որ մեզ լսեք հեռախոսով։ Ալո։ Ալո։ Ալո, Դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ ալո, կմիացնեք թե չէ։ Արդեն միացել եք եւ ձեր ձայնը հիմա հեռարձակվում է ուժեղ Ալո, եթերում։ ներողություն չեմ դասում։ Դուք ուղիղ եթերում եք, վաղուց արդեն մեր եթերում եք։ Ինչ անեմ, Դուք ուղիղ եթերում եք։ հիմի ես կարող եմ խոսել, Այո, ձեզ բոլորը լսում են։ միացրեք զավալո, Միացրած է, դուք Միացեցիք։ եթերում եք։ ալո, բարով չես, Բարև ձեզ։ բարով չես, լուսոչան, Բարև ձեզ, բարև ձեզ։ Արձագանք Ալո։ 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 Լավ, հորդորենք ռադիոլսողներին այնուամենայնիվ հեռավորություն պահպանել ռադիոընթունիչից։ Սիրելի ռադիոլսողներ, եթե մեզ զանգահարում եք այդ ընթացքում, կոնկրետ զանգի ընթացքում, կամ հեռանում եք ռադիոընթունիչից, կամ անջատում եք ռադիոյի ձայնը ժամանակավոր եւ մեզ հետ շփվում եք բացառապես ձեր հեռախոսի միջոցով, լավ։ Եկեք պայմանավորվենք։ ձայնը մի քանի տեղ է հնչում։ Ես ինձ լսում եի կողքից։ Այստեղ այնտեղ եւ ամենուր։ Այո, այո։ Ինչ դեր են ունեցել մեր հայուհիները պատմության մեջ լուսին ըստ քեզ։ Շատ կարևոր դեր։ Ես կզարմանում եմ, որ դու ասեր ոչ կարևոր, բայց բնականաբար կարևոր։ Այո, նշանակ դա անքննելի է նույն։ Ոչ միայն ընտանեկան, այլև քաղաքական եւ ռազմական դեր են Միշտ։ կանայք ունեցել են։ Այո, Օրինակ իհարկե։ Փարանձեմը, հիշում ես Իհարկե։ Փարանձեմին։ Հերոսաբար պաշտպանել է
արտագերս ամրոցը։ Ընդհանրապես հայ կանայք միշտ են ուժեղ եղել, հայ կանայք միշտ եղել են տղամարդկանց կողքին, որքան տղամարդիկ են թեվութիկ ունք եղել, այդքան էլ Հիմա կանայք։ պաշտպանում են իրենց օջախը որպես ամրոց։ Ոչ միայն։ Ելում են պաշտպանում։ Պետք լինի Հա, պաշտպան։ դե ես չեմ կասկածում։ Գնանք կրթություն։ Գնացինք։ Տեսնենք կրթության մեջ մեր հայուները ինչ են կերտվել։ Շատ մեծ, որովհետև կրթական ոլորտի գերակշիռ մասը աշխատակիցների իգական սեռի Իրեն ներկայացուցիչները։ ասեմ տարածաշրջանում մեր երկիր առաջիններից էր, որտեղ կանայք ակտիվ ներգրավեցին կրթության Դե հա, ոլորտում։ որովհետև աշխատավարձերը ցածր էին, տղամարդիկ չէին գնում այդ ոլորտ։ Իսկ այօնակ Զաբել Եսայանը առաջին կանանցից էր, որ բարձրագույն կրթություն ստացավ Եվրոպայում եւ դարձավ հասարակական ձայն։ Մշակույթի մասին ինչ կասես։ Էլի կասեմ, որ մեր ուրույն տեղն ունենք։ Այդպիսի ոլորտ չկա, որ հայկինը իր ուրույն տեղը չունենա։ Գրականության, երաժշտության, արվեստի մեջ։ Այո, քանդակում նույնիսկ, որովհետև ես անձամբ եմ ճանաչում փառահեղ քանդակագործների, կին քանդակագործների, որոնց արձանները իդեպ քայլում ես եւ տեսնում ես։ Իսկ ես ուրեմն ուզում եմ հիշատակել Սիլվա Կապուտիկյանը, Միանշանակ։ ով դարձել է ազգային ինքնության կարևոր ձայներից մեկը։ Ճիշտ ես։ Հետո Հետո ուզում խոսենք ավանդույթներից, որ Գնացինք։ հայկինը հաճախ համարվում նաև մեր ավանդույթների պահպանման, սկսած խոհանոցից մինչև ընտանեկան ծեսեր։ Այո, եւ հաճախ այդ ավանդույթների պատճառով խոհանոցում թեժ վեճեր են սկսվում, որովհետեւ տղայի մայրիկը ասում է, որ այսպես է ճիշտ պատրաստել, իսկ հարսիկն ասում է, ոչ, իմ մայրիկն ասել է, այսպես է ճիշտ պատրաստել, ու այսպես գնում է մարտը։ Ես ուզում հիմա առանց դատուկ խոսքս ուղղել մեր տատիկներին, նրանց եւս շնորհավորելով, որովհետեւ այդ տատիկների միջոցով է սերունդներին փոխանցվում պատմությունները, բաղադրատոմսերն ու գեղեցիկ արժեքները։ Իսկ նկատել ես, որ մեծամասնությանս մոտ մանկության ամենագեղեցիկ հուշերը հենց կապված են տատիկ-պապիկների հետ ու ինչ որ առումով նաև մեր եսը ձևավորվում է հենց տատիկների նայելով փոքր ժամանակ, օրինակ ես հիշում եմ իմ տատիկը միշտ գործանելուց երգում էր։ Միշտ։ Ու այդ երգերը, թեպետ ես չեմ երգում, բայց այդուհանդերձ այդ երգերը ինձ շատ ծանոթ են, երբ ես լսում եմ ու միանգամից ասոցացնում եմ տատիկիս հետ։ Այո։ Քիչ անց արի խոսենք նաև ժամանակակից հայկնոց։ Հա, ամենասիրելի թեման է։ Դեմ չես։ Չէ, ավելի թեժ է լինելու, բայց ես Միգուցե, գոհ եմ, միգուցե։ ինչն է նյարդայնացնում հայ կնոջը կամ ով զանգահարը 553702 ուղիղ եթերն էլ չենք մոռանում։
Ուսեր առավոտից 10:32 րոպե տոնական թողարկմամբ ձեզ հետ հանրային ռադիոյի առաջին ալիքն է։ Այո, եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ, հարգելի կանայք, թող այսօր հաճելի անակնկալները շատ լինեն ձեր կյանքում, օրինակ ինչպես իմը, ես ապակուցային կողմ տեսա, որ գեղեցիկ վարդ ունեմ նվեր, մեր գործադիր պրոդյուսերից Հակոբ Ռուբինյանից շնորհակալություն եմ հայտնում, ոնց որ թե մուտք է գործում իմ ծաղիկը, այո, եթեր։ Շնորհակալ եմ։ Այսպեսի պահեր մեր ուղիղ եթերում։ Իմ ծաղիկը եկավ տեղ հասավ։ Այսօր Այսօր հյուր մենք չենք ենք։ ստացել, այսօր հյուր չունենք, պարոն Ռուբինյան։ Այսօր հյուրը մենք ենք։ Այո, Եթերի։ ասա ինչ հաճելի է։ Շարունակում ենք եւ կրկին ողջունում ենք ռադիոլսողին, ինչը կարող է զայրացնել ձեզ, կեսկատակ, կես լուրջ, լսում ենք ու կնդրին։ Ողջույն։ Եվ ասում ենք բարի լույս։ Ալո։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ով է մեզ միացել։ Իմ անունը Արմանն է։ Հաճելի է շատ։ Ես ուզում եմ շնորհել մեր բոլոր կանանց սիրոտոնի արդիվ։ Գեղեցկության մայրության տոնի առիթով, այո, շնորհակալություն։ Բոլորը թող գեղեցիկ մնան, առողջություն իրենց ցանկանանք։ Իսկ երկրորդ հարցին ուզում եմ ասել, որ ինչն է զայրացնում կնոջը։ Կնոջը շատ է զայրացնում, երբ տղամարդը եղբոր ոտքերով մտնում է ներս։ Շատ ճիշտ եք։ Լուրջ խնդիր է։ Շները նկատում եմ։ Այո, ճիշտ եք։ Շատ լուրջ։ Երբ մի ժամ չարչարվել, մաքրել է, պլպլացրել է եւ դու Այո, մեկ եկավ վարքյանում ու մտավ, չէ։ ախտում եք։ Հետաքրքիր դիտարկում են, Շնորհակալ ենք, շնորհակալ ենք։ Առօրյայից կարող ենք ասել հետաքրքիր բացահայտում, ինչ խոսք։ Իդեպ ասենք հարգելի ռադիոլսողներ, որ քիչ անց նաև խաղարկություն կունենանք, հերթական մանկական գիրքն ենք խաղարկելու այսօր Զանգակից ունենք գրադունից։ գիրք։ Այո, ուզում եմ նայեմ ինչ գիրք ենք այսօր խաղարկելու։ Շատ գեղեցիկ Ինչ է։ ենք խաղարկելու այսօր։ Քաչ սիրտը։ Քաչ սիրտ այսօրվա մեր Վիկտորինայի հաղթողի Բայց դեռ համար։ չենք մեկնարկում, Քիչ անց։ սպասեք, քիչ անց։ Մինչ այդ արի խոսենք ժամանակակից հայ կնոջ մասին։ Խոսենք Բայց ինչ ժամանակակից։ կարող ես ասել ժամանակակից հայ կնոջ մասին։ Վայ, շատ լավն են։ Դե Դե հիմա դա ինչ ասեմ։ Շատ համեստ Ես հիացած պատասխան։ եմ, ես հիացած եմ հայ կանանցով, ժամանակակից կանանցով, որովհետև նրանք կարողացել են պահել կարևոր եւ ոչ ժամանակավրեպ ավանդույթները, ֆիքսենք ոչ ժամանակավրեպ ավանդույթները, բանալին ժամանակավրեպներ։ Իսկ ես կասեմ, որ մեր ժամանակակից կանայք խնդրում են, որպեսզի ղեկին չշպարվեն։ Դա շատ կարևոր է։ Կարող դու դա չասել։ Իհարկե նրանք այսօր ակտիվ են եւ բիզնեսում, քաղաքականության մեջ, մեդիայում, նաեւ IT աշխարհում նրանք հաճախ համադրում են կարիերան եւ ընտանիքը, ինչը մեծ ջանք ու կազմակերպվածություն է պահանջում։ Տիգրան ջան, դուք մեկ օր փորձեք մեր կյանքով ապրել, ընդհանրապես մեկ օր, եւ կասեք չէ վերադարձրեք մեր կյանքը յետ։ Իրականում գերծարաբեռնված է մեկ պես չի որ մալինը։ Իհարկե, բայց տան հոգսերի մեծ մասը, քանի որ մեզ վրա է, իհարկե երջանիկ է նային կանայք, որ գոնե խանութի մեծ ծանր, այսպես ասած, առևտուրը կատարում են արական սեռի ներկայացուցիչները, իդեպ ես այդ երջանիկ կանանցից եմ, եւ այստեղ ինձ մնում է միայն շատ համեղ պատրաստել խոհանոցում, որ բոլորը լինեն կուշտ, չախ եւ բախտավոր։ Այ դա լավ էր ասված։ Դե ով չգիտի, որը բնականաբար տանը մտնող ստեղծողը կինն է։ Միանշանակ։ Ընտանիքում, ճիշտ է, տունը պահողը կինն է, արտահայտությունը դեռ շատերի մոտ արդիական է։ Իմիջայլոց, եթե ուզում եք, որ ձեր տան մթնոլորտը միշտ ջերմ լինի, ապա այնպես արեք, որ ձեր կինը գոնե տարին մեկ անգամ առանց ձեզ ընկերուհիների հետ մի քանի օրով մեկնի հանգստի։ Ավատացնում եմ ձեզ, դա հիանալի թերապիա է, որ կգա նոր ուժերով թարմացած, ձեզ կարոտած եւ ամբողջովին կփոխվի իրավիճակը հարգելի ռադիոլսողներ։ Ամուսինդ լսեց։ Իմ ամուսինը ինձ թույլ է տալիս, որ ես գնամ եւ ես հաճախ եմ մեկնում թե գործնական աշխատանքային, թե պարզապես հանգստի, թեկուզ 2-3 օրով։ Լավ։ Միշտ։ Դե կտեսնենք երբ կլինի դա։ Ես մեղավոր եմ Դու ապարես Չզարմանաս ու հետո զայրանաս Որ գիշերը զանգեմ ու ասեմ կեզ նանանա Ես դիմացա երբ ինձնից հեռացար Ու դարձար անտակվեր քո սիրո դեմ նանանա Ես մեղավոր եմ Դու ապարես
na Ես մեղավոր եմ Դու ահավոր ես Ես մեղավոր եմ Դու ահավոր ես Ես եմ մեղավորը Ահավորը Դու ես բայց Վիրավորը, կարևորը, դեռ սիրված Ես մեղավոր եմ Դու ահավոր ես Ես մեղավոր եմ Դու ահավոր ես Ես մեղավոր եմ Դու ահավոր ես Ես մեղավոր եմ Դու Այո, կանայք երբեմն նաև մեղավոր են լինում։ Անսխալական ոչոք չկա։ Դու ահավոր ես, լա Մի խոսքով ինձ թվում է ակտիվացակ, ժպիտ առաջացավ ձեր դեմքին, դե վատ իմաստով մի է, լավով էր ասում երգի մեջ, վատով չէր ասում։ Կարևորը մեղավորությունը ժամանակին ճանաչելն է։ Եվ կարևորը, սա վերաբերում է թե կանանց, թե տղամարդկանց, երբ հասկանում եք, որ դուք եք ինչ-որ բան ինչ եք արել, մի անհանգստացեք եւ մի լարվեք, ուղակի գնացեք ու ներողություն խնդրեք, դրանից բան չկա։ Իրականում դա հալեցնում է կոտրված սրտերը, նորոգում է։ Այո, պետք է ներողություն խնդրել, իմանալ։ Ամեն մեկը չէ, որ կարողանում են ներողություն խնդրել, եւ սա հիանալի հմտություն է, եթե իսկապես ընդունում եք ձեր մեղքը եւ ներողություն խնդրում։ 55-3702 եւ խաղարկենք, արդեն սկսենք Վիկտորինան։ Այո, 11:40 մենք սպասում ենք ձեր զանգերին, գիրքը զանգակ հրատարակչության կողմից, սպասում ենք մեր Վիկտորինայի հաղթողին։ Այնպես որ սպասում ենք, հետաքրքիր հարցեր են կանանց վերաբերյալ, շատ հեշտ հարցեր են, հետեւաբար ես մտածում եմ, որ այսօր ոչ թե 1 կամ 2 ճիշտ պատասխանը կհաշվենք, այլ 5 պատասխաններ կհաշվենք ճշգրիտ, որովհետև իսկապես հեշտ հարցեր են։ Այնպես որ սպասում ենք ձեր զանգերին, եւս մեկ անգամ հիշեցնենք 55-3702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է, լայվերը շարունակում են աշխատել։ Մենք կարդում ենք բոլորիդ մեկնաբանությունները։ Կիմիկ Կոնդյանը շնորհավորում է բոլորիս ապրիլի 7-ի առիթով եւ աղջիկս հատուկ քեզ ինձ է ուղղված շնորհակալություն։ Այսպես ես շարունակում եմ ստանալ գեղեցիկ շնորհավորանքներ եւ դա ինձ հաճելի է ուղղակի։ Սուրճ ու սեր առավոտից։ Ապրիլի 7-ն է օրը, երեքշաբթի դուք լսում եք հանրային ռադիոյի առաջին ալիքը եւ մենք ունենք զանգ այս պահին Բարի լույս ունկնդիր դուք եթերում եք։ Բարի լույս։ Ով է մեզ միացել։ Ձեզ միացել է Մերին Երևանից։ Մեր ջան շնորհավորում ենք իսրտե տոնի արդիվ։ Անչափ շնորհակալ եմ։ Ես էլ Լուսինեին եմ շնորհավորում եւ բոլոր այն կանանց, ովքեր որ աշխատում են հանրային ռադիոյում։ Անչափ շնորհակալ ենք, նրանք լսում են ձեզ։ Իրականում հենց ռադիո լսողների ջերմ շնորհավորանքների շնորհիվ այսօր հանրային ռադիոյի բոլոր կանայք ժպտում են։ Դրա համար էլ ենք շնորհակալություն հայտնում։ Պատրաստ եք մրցանակի համար կռիվ տալ։ Իրականում եւ այն բոլոր դրական էմոցիաները, որ փոխանցում եք։ Ամեն ինչ անում ենք դրա համար։ Պատրաստ եք Վիկտորինա։ Այո։ Դե գնացինք։ Ահա, ժամացույցը լսում ենք եւ այսպես առաջին հարցը. Որն է այն միջազգային օրը, որը նվիրված է կանանց իրավունքներին։ Մարտի 1, մարտի 8, ապրիլի 7։ Դե։ Մարտի 8։ Այո, ճիշտ պատասխան։ Հաջորդ հարցը. ով է առաջին կինը, որը ստացել է Նոբելյան մրցանակ։ Մարի Կյուրի, Ռոզալինդ Ֆրանկլին, Ադա Լավլեյս։ Դե։ Երևի Ֆրանկլին։ Եկեք լավ մտածեք։ Մարի Կյուրի, Ռոզալինդ Ֆրանկլին, Ադա Լավլեյս։ Դե։ Ճառագայթման հետ կապ ունի։ Դե, ի վերջո։ Առաջինն է ստացել։ Այո, Մարի Կյուրի, ճիշտ է։ Բայց 6 հարց եմ տալու 5-ի փոխարեն այս պարագայում, որ հայուհին է հայտնի որպես նշանավոր գրող եւ հասարակական գործիչ։ Սիլվա Կապուտիկյան, Զաբել Եսայան, երրորդ տարբերակն էլ երկուսն էլ։ Երկուսն էլ հայ։ Այո, ճիշտ պատասխան։
Որն է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կանայք ստացել են ընտրելու իրավունք՝ Ֆրանսիա, Նոր Զելանդիա, Միացյալ Նահանգներ։ Ուշադրություն, որն է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կանայք ստացել են ընտրելու իրավունք՝ Ֆրանսիա, Նոր Զելանդիա, Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներում։ Մենք այդ մասին խոսել ենք այսօր օրացույցում։ Այո, Ես ուշ միացած եմ։ Նոր Զելանդիան է իրականում։ Շարունակենք։ Որ ոլորտում է հատկապես հայտնի Կոկո Շանելը, երաժշտություն, նորաձևություն, քաղաքականություն, Նորաձևություն։ բնականաբար, այո։ Ահա։ Որ հայ թագուհին է հայտնի իր հերասական պաշտպանությամբ, Փառանձեմ, Զաբել, երկուսն էլ։ Երկուսն է։ Այո, ճիշտ պատասխան։ Զգում եք, չէ, ես հատուկ եմ շատացնում, որ 5 պատասխան ճիշտ ունենանք, որ գիտնականն է 2 Նոբելյան մրցանակ ստացել եւ կին է, ուշադրություն, որ գիտնականն է 2 Նոբելյան մրցանակ ստացել եւ կին է, Մարի Կյուրի, Դորոթի Հոջկին, Ջեյն Գուդլ։ Մենք ունեցել ենք նման հարց եւ մենք ունեինք պատասխան արդեն։ Մարի Կյուրին։ Այո։ Եվ վերջին հարցը, որ ոլորտում է առաջին հայ կին դեսպաններից մեկը, ճանաչված սպորտ, դիվանագիտություն, բժշկություն, որ ոլորտում է առաջին հայկին դեսպաններից մեկը ճանաչված։ Դե գնում ենք դեսպանության կողմը ամբողջությամբ, դիվանագիտություն, սպորտ, դիվանագիտություն, բժշկություն, դեսպան, մասնագիտական գնացեք արդեն ճիշտ ուղղությամբ, հուշում եմ, չէ, ուշադրություն, որ ոլորտում է առաջին հայկին դեսպաններից մեկը ճանաչված, դեսպան է նա, ինչ կրթություն պիտի ունենա։ Դիվանագիտություն։ Այո, կորզեցինք ճիշտ պատասխանները եւ քանի որ այսօր ապրիլի 7-էր մենք չէինք կարող ձեզ դատարկաձեռն թողնել, այնպես որ քաջ սիրտը ձեզ է սպասում, վայր մի դրեք հեռախոսը, ձեզ մանրամասներ կներկայացնեն, թե ինչպես պետք է վերցնեք Զանգակ գրատան սահմանած այս գեղեցիկ գիրքը, շնորհակալություն։ Շնորհավորում ենք եւս մեկ անգամ եւ այո, գիրքը ձերն է, ձեզ լավ տոնական եք մաղթում եւ մենք շարունակում ենք։ Tell me, baby, where the hell is my husband?
Your husband is coming. Սուրճ ու սեր առավոտից։ 10:48 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Իսկ մենք շարունակում ենք ողջունել մեր այ ռադիո լսողներին հատկապես, որ զանգահարում են մեզ 553702 հեռախոսահամարով ու ասում ենք բարի լույս, դուք եթերում եք։ Բարև ձեզ, ով է մեզ միացել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրում ենք ռադիո ընդունիչից հեռավորություն։ Տիգրան Լուսին է։ Բարև Առանց ձեզ։ սուրճ ու սեր մեր օրը սին է։ Ող մեկ դարեկան ռադիոն հանրային, ձեզանով մնա բազմաժանրային։ Գեղեցկության ու մայրության տոնը շնորհավորում է Պապիկ Ռոստոմը։ Ո՞й ինչ հաճելի է Պապիկ Ռոստոմ։ Հարգելի Պապիկ Ռոստոմ ջան, շնորհակալ ենք շատ։ Շատ հաճելի էր։ Շնորհակալ ենք շատ։ Շատ գեղեցիկ մաղթանք։ Շատ, ինչ գեղեցիկ էր։ Իսկապես հաճելի էր եւ շնորհակալություն ենք հայտնում ձեզ։ Ինչպես ասում են, հենց շտապում էի։ Բայց կարևորը ամեն ինչ ճիշտ էր եւ Շնորհակալ ենք, շնորհակալություն։ Հա, դե շնորհավորեցի, մի բան եմ ուզում։ Ասեք։ Ինչն է կնոջը զայրացնում։ Այո։ Հա։ Ես կասեմ նախ պետք է մտածենք ինչը չի զայրացնում։ Ահա, տրամաբանական Ամենաճիշտ պատասխաններ ես կարծում եմ Ինձ այսօր։ թվում է ամեն ինչ է զայրացնում, հա, կնոջը։ Դե նենց արեք, որ ամեն ինչ չզայրացնի, ամեն ինչ ձեր ձեռքերում է տղամարդիկ։ Շնորհակալություն։ Դե բարի եթե։ Շնորհակալ ենք, անչափ։ Ինչ հաճելի է։ Շատ դրական Լավ էմոցիաներ ռադիո լսողներ ունենք։ լսողներից։ Չնայած միշտ Վայ, այդպես հա, մենք ձեզ շատ ինտելեկտուալ, ենք սիրում։ բանիմաց, մենք շատ բան սովորում ենք մեր լսարանից, Այո։ որի համար շնորհակալ ենք։ Հայ կանեք, այո, ամենուր են նայ ով կմտածեր, որ նաև հայուհին միջուկային ֆիզիկայի ասպարեզում մեծ այսպես ներդրում կունենա Լիզա Մեյթներ, չգիտեմ, այս անունը ռադիոլսողները ինչ որ բան ասում են, նա հայկական արմատներ ունի դեպ ասեմ, գիտնական է, եւ միջուկային ֆիզիկայի կարևոր հայտնագործություններից մեկի համահեղինակներից է, կապված է միջուկի ճեղքման հետ։ Նրա աշխատանքը մեծ ազդեցություն է ունեցել գիտության զարգացման վրա։ Հրաշալի է եւ չմոռանանք մի կարևոր հանգամանք, բացարձակ զարմանալի չի, որ հայ կինը գիտական ոլորտում ունի բազմաթիվ նվաճումներ, որովհետեւ մենք ստեղծարար ենք։ Մենք կարողանում ենք ինչ որ մեխանիզմներ մշակել նույնիսկ տարական կենցաղային պայմաններում, ինչ որ տարբերակներ մոգոնել, որ այլ ավելի հեշտացնել, այդ առումով իսկապես շատ գյուտարար են հայ կանայք եւ դրա մասին նաեւ փաստում են օտարազգի ներկայացուցիչները հաճախ ենք լսում զբոսաշրջիկներից կարծիքներ հայ կանանց մասին նրանք զարմացած ու հիացած են բայց միևնույն ժամանակ ասում են հայ կնոջը չի կարելի զայրացնել Օ, եթե զայրացավ վերջ իրականում այո եւ շատ հնարամիտ են մեր կանայք այո շատ ինչպես ասում են չեղած տեղից կարող են սեղան գցել շատ արագ մոգոնել ինչ որ բան այո երբ հյուր է գալիս Խոհանոցում հատկապես սպոնտան այսպես ասենք եւ մի կարեւոր հանգամանք էլ կա որ այստեղ մտքից տելի շրջանաձև տնտեսություն աշխարհը սկսել է խոսել դրա մասին Աշխարհ ջան դուք ուրեիք որ մեր տատիկները, պապիկները իրենց առօրյայում այդ շրջանաձև տնտեսությունը վաղուց կիրառում էին։ Այո, եւ այնպես որ այդ առումով մենք հավասարը չունենք։ Թող ես ուզում եմ այդպես էլի ասեմ, զանգ Եվ կրկին զանգ ունենք, այո, ողջունենք ու կտրին, դուք եթերում եք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզեի սրտան շնորհավորել ձեր բոլոր աշխատակիցներին, իրական սորի իհարկե։ Այո։ Մաղթել բարի եթեր եւ զայրացնելու առումով իսումա բազմոցն է զայրացնում հայ կնոջը երբ որ տղամարդը բազմոցին է թեկուզ անները իր համար ասենք նստածա ոչի բան չանում բայց պրոցեսը շուտ զայրացնում է որովհետեւ ոչինչ չի անում եւ մի բան էլ ասեմ ես արդեն մի քիչ լուրջ Օրինակ ինձ զայրացնում է, երբ որ ես հանրային ռադիոն հատկապես սուրճոստերը լսում եմ, մեքենան նստում են ասում են ռադիոն թունի չկանջատեք կամ կամացածել ձայնը, այդ դա ինձ ավելի շատ է զայրացնում։ Հա, ուրիշ մարդիկ են ասում նկատի։ Հա, Yandex-ի վարորդ եք, հասկացա։ Վարորդ եմ, այո։ Ես սեզ այդ ժամուկեսը չգիտեմ թռնում է ուղղակի իմ համար։ Շնորհակալ ենք շատ։ Մեկ էլ որ չեն նստում ասում են կանջատեք
Այդի ամենաշատն այն զայրացնում։ Դուք ասեք, որ սա հանրային ռադիոն է եւ պարտավոր եք լսել։ Ասեք չի անջատվում, ասեք չի անջատվում։ Չի անջատվում, ռադիոն միշտ խոսում է, ինչպես Երևանը։ Համել այդ առումով նաև կնպաստեք, որ շատ ավելի շատ մարդիկ սկսեն լսել, որովհետև կարծում եմ հետաքրքիր կլինեն, ուղղակի զարմանում եւ զայրանում են ես։ Մի զայրացեք, մի զարմացեք, ես ուսամ Ձեր բարի եթե Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք շատ։ Մենք ձեզ մաղթում ենք լավ ուղևորներ, Լավ ուղևորներ, ինտելեկտուալ ուղևորներ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Իսկ նկատել ես, որ Հայաստանում նաև իգական սեռի ներկայացուցիչներ են հայտնվել, որոնք տաքսի են վարում։ Ժամանակին մենք հեռուստաեթերում նաև ունեցել ենք ռեպորտաժ տրոլեյբուսավարուհու Չէ, մասին։ այստեղ տաքսի մասին է խոսքը, մեկ անգամ կանչեցի եւ հաճելի մի կին մոտեցավ մեքենայով։ Ասում եմ, վայ դուք եք վարորդը, ասում է, այո, այսպես ասել խոսելով Դեպս գնացինք։ օգտվել եմ նման։ Շատ հաճելի էր իմիջիալը։ Ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում, երբ տաքսու ղեկին, ընդ որում դա Բերլինում էր տարեց մի կին էր վարում մեքենան։ Հետաքրքիր Ուշ ժամի։ Ինչ որտեղ մտավախություն կար, տեղ կհասնեմ, թե ոչ, բայց հասա։ Այստեղ եկեք սեռով չպայմանավորենք եւ ամենակարևորը հորդորենք բոլորին երթևեկել զգոն, ուշադիր եւ իհարկե հետեւել երթևեկության բոլոր կանոններին, հատկապես խոսքս ուզում եմ ուղղել այն վարորդներին, որոնք չեն կողմնորոշվում, օրինակ, որ գծով երթևեկեն եւ իրենց հարմար է ուղակի գիծը մեջտեղով վարեն, կապ չունի երկրորդ թեև երրորդ եւ չթողնեն, որպեսզի մեքենաները իրենց համար նախատեսված գծով գնան։ Եկեք հարգենք մեկս մյուսին եւ չխցկվենք եւ աչից վազանց չանենք։ Վարել սովորելու ընթացքում էլ սովորեք նաև գծերը պահպանել, սա եւս շատ կարեւոր է։ Օրը տոնական է, բայց խցանումները դրանից չեն պակասում։ Ավելի շատանում են, 7 բալը շարունակում է պահպանվել։ Ինչու՞ է մեկնի։ Դե 7 հիմա ժամանակ առ ժամանակ դարձալ գերծանաբեռնված այս պոյն քարտեզը ճանապարհային այնպես որ եղեք զգոն, եղեք ուշադիր եւ զիջող եղեք սիրելի վարորդներ։ Մենք սիրով ենք աշխատում ձեզ համար յուրաքանչյուր առավոտ հարգելի ռադիո լսողներ եւ փորձում ենք ամեն ինչ անել, որ առավոտվա այդ ժամանակահատվածը լինի արդյունավետ եւ իհարկե ջերմությամբ ու դրական լիցքերով լցված։ Եվս մեկ անգամ սիրով շնորհավորում ենք մեր բոլոր հայուհիներին եւ այսքանով հրաժեշտ տալիս հանրային ուղիղ Թող օրը լինի հաճելի անակնկալներով եւ ջերմությամբ։ Մնացեք հանրայինի հետ։ Տիգրան Հարությունյան եւ Լուսինե Մուրադյան։ Հաջողություն։ Կհանդիպենք վաղը։ There's nothing you can say or do for me, and I don't want a miracle. You'll never change for no one, and I hear your reasons why. Where did you sleep last night? And was she worth it? Was she